Ռուսաստանը ստեղ պատրաստում է նոր մարտի 1 կազմակերպված է հենց KGB-ի կողմից միացման մասին որոշումը չեղարկեց։ Չէ, ամբողջ իշխանությունը ըստ էության պատկանում էր երկրապահների։ Քերամ Մանուկյանը թույլ ցուցմունքները հիշի։ Իսկ հրաժարակային այլ ընտրում կար, պարոն Շանազյան։ Սերժ Սարգսյանն էլ Ալիևի հետ չէր բանակցում, միջազգային հանրության հետ էր բանակցում։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է ուզում վերակենդանացնել։ Մեր ինչ կանաչ աչքերի, չգիտեմ ինչի համար։ Ընդդիմություն կոչվածը, որը ռուսական շահերի ներկայացուցիչ է այստեղ, բացառապես։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ Դավիթ Շանազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շանազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն Դավիթի համար։ Պարոն Շանազարյան, մեր հաղորդումը ձևաչափը ենթադրում է, որ մենք խոսելու ենք անցյալից մինչև ներկա, խոսելու ենք նաև ձեր նախասիրություններից եւ կսկսենք անցյալից։ Պարոն Շանազարյան, դուք զբաղեցրել եք պետական պաշտոններ, սակայն մասնագիտությամբ ֆիզիկոս եք, ավարտել եք Երևանի պետական համալսարանը, գիտությունների թեկնածու եք, ինչպես որոշեցիք եւ ինչպես ընտրեցիք այդ մասնագիտությունը։ Ինչու ընտրեցիք այդ մասնագիտությունը։ Դե դպրոցից կարծես թե արդեն որոշել էի, որ այդ մասնագիտությունը պետք է ընտրեմ։ Համալսարան, հետո աշխատանք, այնուհետև Մոսկվայի ասպիրանտուրա, այնտեղ պաշտպանել եմ թեզը, վերադարձա եւ Հայաստանում զբաղվում էի գիտական աշխատանքով, շարունակում էի մինչև 88 թիվը։ Փաստորեն աշխատել եք նաև այդ մասնագիտությամբ, պարոն Շանազարյան։ Ցանկացած գործչի մոտ քաղաքականություն մտնելու, քաղաքականությամբ զբաղվելու որոշումները ընդհանրապես տարբեր են լինում, քանի որ դուք մեր հին սերնդի ներկայացուցիչ եք, ձեր դեպքում ո՞նց է եղել այդ որոշումը քաղաքականությամբ զբաղվելու, պարոն Շանազարյան։ Որոշում որպես այդպեսին ինչ-որ բայ չի եղել, 88 թվականին շարժումը սկսվեց, բավական ակտիվ էի, հետո ընդգրկվեցի Ղարաբաղ կոմիտեի կազմում, որպես անդամ, այսինքն տեղի ունեցավ շատ բնական ձևով, շատ։ Դուք, պարոն Շանազարյան, եղել եք Ղարաբաղ կոմիտեի գաղտնի կազմի անդամ։ Ինչպես եղավ այդ ընտրությունը, պարոն Շանազարյան։ Միշտ հետաքրքիր է թե ոնց է եղել էլի այդ ընտրությունը։ Ընդհանրապես Ղարաբաղ կոմիտեն ոնց ձևավորվեց։ Ղարաբաղ կոմիտեն ընդհանրապես սկզբից իհարկե շարժման սկզբից դա Իգոր Մուրադյանի ստեղծած Ղարաբաղ կոմիտեն էր։ Անվետև 88 թվականի մայիս ամսին, քանի որ լուրջ հակասություններ ստեղծվեցին ներսում, քաղաքական հակասություններ, ըստ էության տեղի ունեցավ Ղարաբաղ կոմիտեի կազմի լրիվ փոփոխություն եւ մայիսի վերջին ձևավորվեց այն կազմը, որը հայտնի է։ Օգոստոս ամսին որոշվել էր ընդլայնել այդ կազմը, հաշվի առնելով, որ կարող են տեղի ունենալ բռնաճնշումներ եւ 5 հոգի ավելացվեցին այդ կազմում, ստացվեց 16 հոգի, որը պարզվեց, որ շատ ճիշտ է որոշում այն ժամանակ կայացած։ 5 հոգի գաղտնի կազմը։ Այո, 5 հոգի գաղտնի կազմը եւ գիտեք, ես մի քանի անգամ լավ այս մասին խոսել եմ, շատ կարճ ասեմ, որ շարժումը սկզբից 88-ի սկզբից զուտ ազգային բնույթ էր կրում։ Կազմի փոփոխությունից հետո, ասացի 88 թվականի մայիսի վերջին, ուրեմն օրակարգը ամբողջովին ընդլայնվեց եւ դա դառավ դասական իմաստով ազգային ժողովրդավարական շարժում։ Եվ այդ նույն տարբերությունը կասեք, պարոն Շանազարյան։ Ինչպես։ Դուք ասում եք սկզբից ազգային շարժում էր, ազգային էր։ հետո ազգային ժողովրդավարական։ Այո, ազգային սկզբում ինչն էր հիմքում, հետո ինչը փոխվեց։ Սկզբում ստեղծան դրված էր զուտ Արցախի միացումը Հայաստանին, չեմ ուզում գրկնել այդ որոշումները, փետրվարի 20-ի Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա Երեկոն խորհրդի, այնուհետև կուսակցական մարմինների
Բայց հանդիպելով թե հիմնականում Կրեմլի կատաղի դիմադրությանը, Կրեմլի կազմակերպած Սումգայիթով, ջարդերով, ոմենիչով, շատ պարզ էր դառնում, որ միայն ազգային խնդիրներ տնելով ոչ մի բանի չենք հասնի եւ դա պետք է ընդլայնել, ասեմ, դարձավ ազգային ժողովրդավարական շարժումը, որում քաղաքական իմաստով դա ամենահասուն շարժումն էր խորհրդային միությունում։ Եվ մինչև 88 թվի ուշ աշնան ըստ էության միայն մենք էինք խորհրդային միությունում, այնուհետև նոր Մերձ Բալտիկայում սկսվեց, Վրաստանում հետո սկսվեց եւ կարծես թե այդ միայնակությունը արդեն միայնակ չէինք։ Ուզում եմ նշել, որ Թագայում, օրինակ, Լեհաստանի Սոլիդարնիստներին գալիս մեր հետ խորհրդակցելու եւ նույնիսկ այնպիսի բաներ, որ իրենք ասում են մեր մտքով դա չէր անցնենք։ Լիտվայի Սայուդիսից էին գալիս արդեն հետո 89 թվականին։ Եվ գիտեք ինչ, քանի որ շարժումը իսկապես քաղաքականապես այդպես հասուն էր, եւ դա միայն իմ գնահատականը չէ։ Հայաստանին հաջողվեց խուսափել այն արյունեղություններից, որ Կրեմլը իրականացրեց թե Վրաստանում, թե Բաքվում, թե Մերձ Բալտիկայում, Հայաստանում դա տեղի չունեցավ։ 90 թվականին միայն մի բախում եղավ Կայարանում, հիշում եք, բայց դա, այսպես ասած, ծրագրավորված չէր Կրեմլի կողմից ու բախում էր։ Իսկ գործոն։ Ինչպես։ Իսկ կալցո օպերացիան կամ դա արդեն ավելի ուշ է մոռանում եք։ Նո որպես հետևանք։ Չէ, դա արդեն դա շատ ավելի ուշ է, ես խոսում եմ, քանի դեռ խորհրդային միությունը բավական ուժեղ էր։ Կալցո օպերացիայի ժամանակ դա արդեն բավական թույլ էր, բայց դա շատ կեղտոտ օպերացիա էր, առանցին կարող ենք խոսել։ Եվ գիտեք ավելին ասեմ, եթե այդ Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես համոզված եմ, որ այն էթնիկ զտումը, ինչ տեղի ունեցավ Արցախում, կլիներ շատ ավելի շուտ կլիներ այդ ամենը։ Բայց դեք երբ որ արդեն փորձում էին ուժով հարցերը լուծել, վախենում էին մեզնից արդեն, որտեղ արդեն մենք նույն 90 թվականին արդեն մենք ունեինք լուրջ մեր ինքնապաշտպանության ստորաբաժանումները, երկրապահարներ, որ ստեղծվել էին այդ ամեն ինչը եւ դա բերեց շատ արագ նրան, շատ արագ 89 թվականին արդեն, որ խորհրդային միության կազմում անհնար է ապահովել Արցախի անվտանգությունը, գոյությունը եւ ապագան։ Եվ դրանից էր որ հայ ժողովուրդը միանգամից ամբողջ Հայաստանը դարձավ անկախության ջատագող։ Եվ ակնհայտ էր, որ խորհրդային միության պայմաններում անհնար է դա ապահովել։ Պարոն Շահազյան, դուք 1989 թվականի հունվարի 7-ին բոլորն արդեն ձերբակալված էին, նաև դուք հունվարի 7-ին մեզ էլ ձերբակալեցին։ Դուք նաև բանտարկված եք եղել, չգիտեմ մի այդ ժամանակ ձեր վրա փորձել են ճնշում գործադրեն, բանտում կլինի, չգիտեմ, ինչ որ շրջանակների կողմից կլինի։ Գիտեք, ճնշումն էր, որ առաջին մի ամիս, երբ Սովետաշենի բանտի երկրորդ հարկում էինք, այդ հարկը ամբողջովին ռուսական բանակի վերահսկողության տակ էր, Հայաստանի ներքին գործերի նախարարը իրավունք չուներ երկրորդ հարկում գործել։ Ճնշումներ փորձեն ինչ-որ հարցաքննություններ էր լինում, բաներ լինում։ Ուզում եմ փորձում են այնպես անեն, որ հրաժարվեք այդ process-ից։ Չէին կարող, իհարկե փորձեին, ամենից փորձում էին, բայց իրանք քաղաքականապես շատ թույլ էին այդ քննիչները, որ կարողանային մեր վրա ինչ-որ ճնշումներ գործադրել։ Երկու անգամից հարցաքննեցին, դա ծառայել մի քիչ այդ քննիչին, հիշում եմ, դատախազության քննիչ էր, երկրորդը հաստատ
հատուկ ծառայություններից էր խորհրդային միության, չէ դա շուտ իրանք էլ համոզվեցին, որ դա ամբողջովին անիմաստ է։ Իսկ որ հիմնական եւ գաղտնի կազմի ձերբակալված էր պարոն Շահնազարյան, ով էր համակարգում շարժումը։ Չէ, այդ ժամանակ գիտեք, ուրեմն ինչ եղավ։ Մեր ուրեմն ձերբակալությունից 2 թե 3 օր հետո ուրեմն այդ ոչ գաղտնի կազմի տեղափոխեցին Մոսկվա։ Հետո այնուամենայնիվ որ մենք դուրս եկանք, սկզբից ընդհատակից սկսեցինք շատ ակտիվ գործունեություն ծավալել, գիտեք, այն ժամանակ 50-60-70 հազարով թռուցիկ տպել է, պատկերացնում եք ինչ է, չէ՞, մի հատ սարք ունեինք, ֆրանսիացի մեր բարեկամներն էին ուղարկել, դրանով մեծ ձեռքով բազմացնում էինք, բայց այդ ծավալի թռուցիկներ տպել եւ այնուհետեւ մայիսից ըստ էության սկսեցին մեծ հանրահավաքները արդեն Մատենատարանում։ Դեք այդ սուրո ֆրանսիական հրապարակում երթևեկությունը փակվում էր այն ժամանակ, կարող եք կադրերը նայել։ Այնուհետև մայիսի վերջին, երբ տղաներին էլ բերեցին, ժամանակ արդեն մեր համար թափավակեց արդեն։ Այդ մայիսին միջև տղաներին բերելն էր շատ մեծ թափեր հավաքել շարժումը։ Եվ ըստ էության այն ժամանակ հետո ուրեմն կարծեմ ապրիլի սկզբից, թե մարտի վերջից կոնկուրսը մտավ բանակցությունների մեջ մեր հետ։ Ինչ էին ուզում պարոն Շահնազարյան։ Չէ, ոչ բան, ժամանակ գիտեք, կուսի հետ ընդհանուր շահեր կային, ոչ մեզ էր պետք անկայունություն, ոչ իրենց էր պետք անկայունություն։ Ուզում եմ ասեմ, որ ճնշում էին գործադրում ձեզ վրա, կամ բանակցություն։ Չէ, բանակցությունների ժամանակ ոչ մի ճնշում չկար, ավելի շատ նույնիսկ մենք էլ ենք ճնշում գործադրում այդ բանակցությունների ժամանակ իրանց վրա, որտեղ հարցեր կային։ Այնպես համաձայնվում էին իրենք, որ իրենք հատուկ դերությունը դեռ չէր վերացվել։ Դե գիտեք ինչի համար եմ ասում, պարոն Շահնազարյան, դեռևս գոյություն ունի կարծիք, որ ինչ որ շրջանակներ մարդիկ կան, որոնք պնդում են ու բնականից ելնելով եւ տրամաբանությունից ելնելով, որ գոնե ռուսական կենտրոնը կամ առնվազն հատուկ ծառայություններ կփորձեին ուղղորդել, կփորձեին միջամտել կամ ինչ որ process տանել կամ իրանց սրտորցել։ Իսկ ինչ որ շտել փորձը։ Իրանք ինչ էին ուզում։ Իսկ դուք գիտեք ինչ process-ներով էին այդ ամեն ինչ անում։ Իհարկե։ Սկսած նրանից, որ ավելի չեմ մանրամասնացնի, ստեղ ուրիշ զինված խմբեր կազմակերպելուց, ապակայունացման համար։ Վերջացրած նրանով, որ անընդհատ փորձեն ինչ-որ սադրանքներ անել, բայց գնալով դա թուլանում էր, որտեղ կենտրոնն էր թուլանում։ Գիտեք ինչ, խորհրդային միության հատուկ ծառայությունները KGB-ն ինքը, դրանք ըստ էության 87 թվականից ոչ միայն գիտեին, որ խորհրդային միությունը փլուզվել է, այլև պատրաստվում էին դրան։ Հսկայական ֆինանսական ռեսուրսներ էին տարբեր տեղեր կուտակում, որտեղ գիտեք այս ժամանակ 12 էջանոց ուրեմն փաստաթուղթ է գնացել Քապբյուրո, որտեղ այս ամեն ինչը տրվել է։ Եվ հետո խորհրդային միությունը ղեկավարում էր շատ հիմար մարդ, ես նկատի ունեմ Գորբաչովին, իսկապես նա հիմար էր ամեն ինչով, առանձին խոսակցության նյութ է դա, առանձին մեծ հաղորդման, բայց մեր համար ունակ 89-ին արդեն ակնհայտ էր, որ խորհրդային միությունը փրկվում է։ Դեք ես հիշում եմ նույնիսկ Միացյալ Նահանգներից 89 թվականի պաշտոնյաներ էին եկել Հայաստան։ Գիտեք մեզ ինչ էին ասում։ Հետաքրքիր ինձ։ Ասում էին Գորբաչովին մի խանգարեք։ Ֆրես ասի, բայց խորհրդային միությունը փլուզվում է, այստեղ 1-2 տարի ոչ ավել։ Ասին ինչ եք խոսում, խորհրդային միությունը դեռ մի 20 տարի մնալու է, ոչ մի դեպքում, եւ դա հայտնի է, որ ասում են Միացյալ Նահանգները քանդեցին խորհրդային միությունը, դա սպան է։ Միացյալ Նահանգները ամեն ինչ արեցին, որ խորհրդային միությունը չքանդվի, ամեն ինչ։ Հենց տրամաբանությունից կանք էլի։ Մի բան ասեմ, որտեղ ես երբեմն նույնիսկ ինձ էլ էս նման խոսակցություններ հարցեր տալի, ովքեր որ կասկածում են, թող դիտեն, ուրեմն 91 թվականի օգոստոսի 1-ին թե 2-ին Միացյալ Նահանգների մի հատ նախագահ Բուշի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում,
New York Times այդ ուրեմն ելույթի մասին հետո գրեց Կատլետի Պակիևսկի, որ խփեք բուժ Կատլետի Պակիևսկի, Google-ում վստահել կբերի այդ ելույթը, որտեղ ասում է ռանգից վերընկեք տեղնել այդ կողմից ասած խորհրդային միությունը մնալ է։ Ու վերջ, ես մի անգամ ասեմ խորհրդային միության պատճառները պետք է խորհրդային միության ներսում փնտրել եւ խորհրդային միությունը վախճանվեց ծերությունից, առանցնել նա Կամ պետք է չափնել, էլի, երկար այդ պետությունը երկար ապրել։ Մի խոսքով։ Դե ասում են նաև որ շարժումների հիմքում էին նրանք նստած, դրա համար եմ այդ հարցը տալի պարոն Շահնազարյան։ Գիտեք, ես ինքս ցիտեմ, ինչ որ չափով էլ տարի չէ դրանից ավելի անցել, որ ես այդ մասին գրել եմ։ Այդ շարժումները նստեյության կազմակերպած էին հենց Ղարաբաղ շարժում, երբ ստորագրի հավաքներ սկսվեցին 86 թվականից ըստ էության կազմակերպված էին հենց KGB-ի կողմից, չի նշանակում ինչ-որ մարդկանց ասում էին դա արեք։ Գիտեք, միշտ ինչ-որ ձևի փորձվել է այդ հարցը օրինակ Արցախում բարձրացվել, խոսալ։ Եվ դրա համար խիստ միանգամից պատժվում է։ Բայց երբ որ հանկարծ զգում են, որ ոչ մի դիմադրություն չկա, դա ծավալվում է։ Այնուհետև հայտնի է, որ Ղարաբաղի պատվիրակությունը ժամանել էր Մոսկվա, հանդիպել էր Քաղ բյուրոյի անդամ Այն ժամանակվա ուրեմն կուլտուրայի նախարարից դա քիչ մասկալն է եւ նա ասում էր ձեր այս պահանջների մեջ ոչ մի հակասովետական եւ ոչ մի նացիոնալիստական բան չկա իսկ գնացեք ինչ ուզում եք արեք Պարոն Շահնազարյան Ղարաբաղ կոմիտեի կոնեմես հայտնի կազմում նո առաջնորդները լավ սովետական կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչներ էին ասենք Իգոր Մուրադյան կամ Սիլվա Կապուտիկյան Սիլվա Կապուտիկյանը երբեք Ղարաբաղ կոմիտեի անդամ չի եղել Չէ անդամ չի եղել բայց որպես այդպեսին շատ այդտենց այն ժամանակ գիտեք շատ հանրային դեմքեր ոչ միայն Զակայի շատակ Սիլվա Կապուտիկյանը նրանք աջակցում էին ասում են ճիշտ հակասությունները հետո մեր այդ հակասությունն է ուզում հարցնել հակասությունները իհարկե կային հակասություններ բայց ընդհանուր առմամբ այդ բոլորն էլ դա պաշտպանում էին իսկ այդ հակասությունները կանխելու համար ինչ որ սկզբունքներ որոշում եք շարժման ներսում պարոն Շահնազարյան իհարկե հայտնի սկզբունքներ 1-2 հատ կասեք օրինակ շատ հետաքրքիր է սկզբունքներից մեկը հետևյալն էր ակնհայտ է որ Կրեմլի համար շատ վտանգավոր հարց է այդպես լուծելը այսինքն Արցախը Լեռնային Ղարաբաղի լեգիմը Հայաստանին միացնել շատ վտանգավոր հարց ուստի մենք պետք է այնպես անենք որ Կրեմլը հասկանա որ հարցը չլուծելը ավելի վտանգավոր է իր համար սկզբունքներից մեկը սա է մյուս կողմից 88-ին դեռևս անկախություն չէինք ասում բայց 88-ի վերջին արդեն սեպտեմբեր օկտեմբերին արդեն հանրահավաքների անկախությունը հնչում էր ասեցի ինչ պատճառով դա ակնհայտ էր որ չի լինի ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ փրկել որպեսզի չկատարվի այն ինչ կատարվեց Նախճեվանում այդ եւ այդ անկախությունն արդեն կար եւ ամեն քայլով օրինակ ցույց տալ դել շարավ տարբեր շարավիղների դա սկզբունքներ որ բոլոր ուղղությունները ցույց տալ այո մենք գնում ենք անկախության իշխան լեզվի հարցերով ուրիշ հարցերով այդ իսկապես շարժումը գիտեք կարելի է ամեն օր անել 20-30 հազարանոց հանրահավաք, բայց շարժում չլինի։ Եվ կարելի է հանրահավաք անել 5 հազարանոց ամիսը մեկ, բայց դա լինի, այսինքն ինքնակազմակերպում պետք է լինի ներքևից։ Այդ ինքնակազմակերպումը չափազանց բարձր էր, երբեմն այնպիսի բաներ էին կատարում, որ մենք նույնիսկ չէինք էլ ծրագրավորել, բայց հասարակությունը ժողովրդինքը դա ինքնակազմակերպման ձևով կարող են շատ օրինակ վերել։ Սկզբունքների մասին մի բան մեջ բերեմ, էլի, պարոն Շահնազարյան։ Վանո Սիրադեղյանը 90 թվին Հայկում տպագրված շարժում 88 առաջին եւ վերջին քայլը ազատության ճանապարհին հոդվածում գրում է, որ միայն մեկ անգամ տեղի տվեցինք այդ սադրանքին եւ քայլ առ քայլ ծրագրած մեր ընթացքին դավաճանեցինք եւ պայմանագրի փոխարեն Գերագույն խորհրդով միացյալ Հայաստան հռչակեցինք։
եւ մեզ եւ մեր ապագա խորհուրդը զրկեցինք վճռական քայլերից։ Նկատի ունի Դեկտեմբերի 1-ի որոշումը։ Համաձայն եք այս բնորոշման հետ։ Գիտեք, տվյալ այդ պահին այլ երկ չկար, բայց ուզում դառնալ, որ մենք ինքներս հետո այդ որոշումը չեղարկեցինք, ինչով չեղարկեցինք, հիմա ասեմ ձեզ։ Միացման մասին որոշումը չեղարկեցինք։ Չեղարկվել է ոչ թե նույն գերագույն խորհրդի, բայց քայլերն ասեմ ձեզ։ Անկախության հանրաքվեն որոշած միայն Հայաստանում պետք է արվի։ Սա մեկ է։ Որը ուղղակիորեն հենց դրա չեղարկվի։ Երկրորդ, մոռանում եք, որ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, մինչև հանրաքվեն։ Մինչև մեր հռչակեց իր անկախությունը։ 91 թվականի սեպտեմբերի 2-ին դա առանձին իր պատմությունը ունի, ինչպես եղավ, ոնց եղավ։ Մի խոսքով դա ըստ էության արդեն նշանակում է, որ սեպտեմբերի 1-ի որոշումը չի աշխատում։ Շատ լավ։ Ներողություն, դեկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի 1-ին։ Այո։ Դե ստեղ ասում եմ, Դա հիշում եք որոշումը ոնց ընդունվեց, ինչ արվեց, մի խոսքով թողենք։ բայց բոլոր դեպքերում կաշխանդեց այդ որոշումը, պարոն Շանազարյան։ Գիտեք ինչ, ոչ թե կաշկանդեց, այլ դեպքերը զարգացան այնպես, որ արդեն խորհրդային միությունը փլզվում էր, սեպտեմբերի 2-ի որոշմանը ինչ նախորդեց Գեկաչեպեն։ Գեկաչեպեից հետո օգոստոսի 19-ից 22-ը, երբ որ օգոստոսի 1-ին եղել էր Բուշի ելույթը Ուկրաինայի պարլամենտում, խորհուրդ կտամ, բացեք այդ ելույթը գտեք։ Եվ դրանից հետո սկսեցին տարբեր հանրապետություններ խորհրդային իրենց անկախությունը հայտարարել։ Երբ մենք իմացանք, որ արդեն Ադրբեջանը պետք է օգոստոսի 30-ին հայտարարի իր անկախությունը, միանգամից պարզ էր, որ դրանից հետո Ադրբեջանը կորցնում է բոլոր իրավական իր հիմքերը Արցախի վրա, որտեղ Արցախ Ադրբեջանի կազմը ընդգրկվել բացառապես խորհրդային միությունը, դե մինչև այդ Ադրբեջանը չի եղել, հիմա ուրիշ բաներ են տեղի ունենում։ Եվ պատրաստվեց այդ որոշումը, որը կարդաք բավական լուրջ փաստաթուղթ է ինքնը, ուզում ասել, որ դրանից հետո այդ որոշումը, այսինքն Արցախի պարլամենտի որոշումը այնուհետև հանրաքվեով հաստատվեց Արցախի, դե հիշում եք։ Պարոն Շանազարյան, դուք 1992-95 թվականներին եղել եք հատուկ հանձնարարություններու դեսպան, ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց ձեզ վստահեց, պարոն Շանազարյան, եւ դուք համարվում եք, որ Ղարաբաղյան հարցի գիտակներից մեկն եք, էլի։ Ոնց եղավ այդ ասել, գիտեք, կա 92 թվականի Նեշեի համագումարի իմ ելույթը, որտեղ ես շարադրել եմ Հայաստանի միջելեցի արխիվում կա, եթե ուզեք կարող եմ ձեզ ուղարկել, ընդհանրապես դրել եմ քաղաքականության հիմքերը Հայաստանի, տեղից ելույթում առաջարկել եմ ինչպեսին պետք է լինի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ինքնուրույն կողմ, ժամանակ նոր Մինսկի խումբեր ձևավորվում, ումը դարձել Մինսկի պրոցեսն էր կարելի ասել, ձևավորման ընթացքում էր, ու արին թե փետրվարին էր 2092 թվականի, բայց բազմից քննարկել ենք, եթե ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Ղարաբաղ կոմիտեում ես էի հիմնականում զբաղվում եմ Արցախի հարցով, շատ հաճախ լինում է այնտեղ։ Մինչև Մինսկի խումբներ կային իր բան ավելացնեմ, ես որ ասացի, իմ հոդվածը որ գրել եմ վաղուց որ ասացի շարժումը վերածվեց ազգային ժողովրդավարականի, Արցախում մինչև վերջերս շարժումը մնաց զուտազգայնական։ Ժամանակ էլ եմ գրել ու այդպես էլ եղավ։ Դա որպես բացական հարցը պետք է տա Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է տա, ինչպես։ Դա որպես բացական կողմ է դիտարկում, այսինքն պետք է տրանսֆորմացվել շատ ավելի հասուն շարժման կամ հասուն պրոցեսի։ Կարծում եմ, որ այո։ Եվ բացի այդ ցավոք սրտի մեր գիտեք ինչ մեր հիմնական
30-ամյա հիմնական սխալներ ես միշտ ասել եմ, երկուսն են եղել։ Առաջինը, որ մենք անվտանգության հարցերով ապավինել ենք բացարձակապես Ռուսաստանին, եւ միշտ ես դրա դեմ խոսել եմ։ Նկատի ունենք իշխող ուժի Տեր-Պետրոսյանի եւ բոլոր իշխանություններին, առավել ևս ներկայիս իշխանությունն առավել ևս։ Ինքս ինձ ցիտեմ 3 տարի առաջ եմ ասել, որ Հայաստանում եղել է 3 պրոռուսական իշխանություն եւ 1 ռուսական իշխանություն ներկայինս նկատի ունեմ։ Եվ երկրորդն եղել է կոռուպցիան, այդ հարցերը միշտ ես բարձր ձայնել եմ։ Եվ դեք ինչ կոռուպցիայի որպես արդյունք 90-ական թվականներից արմատացավ մեր հասարակության մեջ, եթե ուզում ես քիչ թե շատ լավ ապրել կամ պետք է իշխանության մեջ լինես կամ իշխանությանը կից լինես կամ իշխանությանը մոտիկ լինես։ Սա արդեն առանձին երկար խոսակցության թե կարող եք շարունակել։ Գանք հաջորդ շրջանի, պարոն Շահնազարյան, դուք դրանից հետո զբաղեցնում եք ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, որ միաժամանակ նաև մնալով հատուկ հանձնարարություններ, հա, շատ հետաքրքիր էր, պարոն Շահնազարյան, ձեզ նախագահը հեռացնում է եւ նշանակում է Սերժ Սարգսյանին, մամուլը գրում է նախագահից չի հեռացել, ես հրաժարական եմ տվել։ Ինչ արած դա, բոլորը գիտեն։ Այդ պաշտոնը փոխանցվում է Սերժ, նո, պաշտոնի նշանակում է Սերժ Սարգսյանը, դուք միջև ճանաչում եք իրեն, պարոն Սերժ Սարգսյանի 88 թվականից։ Այլի շարժման մասեր։ Իհարկե։ Իսկ քաղաքական մասով ինչ կասեք, պարոն Շահնազարյան, երբ որ Սերժ Սարգսյանը նշանակվում է ազգային անվտանգության մարմինը միավորման ներքին գործերի նախարարության։ Դա արդեն եղավ, չէ ներողություն, դա արդեն եղավ 95 թվականի ընտրություններից հետո։ Դուք հետաքրքիր է, դուք դրա այդ նույն քաղաքական որոշում էր, այդ որոշմանը ոնց եք վերաբերվել, էլի, պարոն Շահնազարյան։ Գիտեք ինչ, ես ինքս ունեցել եմ իմ հայեցակարգը, ընդհանրապես ինչպեսին պետք է ռեֆորմներ տեղի ունենան, բարեփոխումներ պետք է լինեն ուժային կառույցների, հատուկ ծառայությունների։ Ուրեմն այդ հրամանագիրը որ եղավ միավորվել Տեր-Պետրոսյանի ընտրություններից հետո Բարտենես հրաժարականը դիտվել իհարկե։ Այնտեղ մի կետ էլ կար։ Նոր է։ Որ 6 ամսվա ընթացքում պետք է հետախուզություն առանձին մարմին դառնա, բայց դա չիրականացվեց։ Այս ամբողջ process-ում բանալին դա էր, բայց պարոն Շահնազարյան։ Ինչպես։ Այս ամբողջ process-ում բանալի process-ը դա էր, նկատի ունեմ։ Բանալի դժվար է ասել, այդ ինչ process-ը նկատի ունեք, որ հասկանամ։ Դե ասում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս քայլը հետախուզությունը պիտի առանձնացվի այն ժամանակ։ Հա, Միշտ գտել եմ որ պիտի առանձնացվի։ Շատ լավ։ Նկատի ունեմ այդ միավորման որոշումը, որ մամուլը կարդում եք, ասում որ ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանը հավասարակշռում էր քաղաքական թևերի կամ գործիչների։ 96-ի ընտրություններից հետո տեղի ունեցավ, եթե ես չեմ սխալվում, միավորումը 96-ին տեղի ունեցավ նախագահականից հետո, ոչ թե 95-ի խորհրդարանականից հետո։ Իսկ ձեր եւ Ազգին Սարգսյանի միջև կոնֆլիկտի մասին, որ գրում են դա իրականության կոնֆլիկտ չի եղել մեր միջև, ես միշտ, գիտեք ինչ, այդ հոդվածները կան, իմ ելույթները կան խորհրդարանում, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ պետք է լինի հեղաշրջում։ Դա պետք է տեղի ունենա, որտեղ ամբողջ իշխանությունը ըստ էության պատկանում էր երկրապահների։ Այսինքն պետությունը իր լիազորությունները զիջել էր մի մարմնի, մի զինված մարմնի, որը պետական մարմին չէր։ Եվ խորհրդարանում եմ դա ասել, այդ հոդվածներից կա, որ Հայաստանում կախված է հեղաշրջման վտանգը, որը պիտի տեղի ունենա, դա անխուսափելի է, հասկանում եք, դա բնության օրենք է, դիալեկտիկա է, այդ ամեն ինչն է, ինչը տեղի ունեցավ եւ բարձր որ պիտի տեղի ունենար։ Այսինքն այդ process-ները, որ արեց նախագահան, չկանխեցին դա։ Ինչ process-ներ արեց։ Նկատի ունեմ այդ երկու կառույցների միավորումը։ Այն ժամանակ դա հələ չէր երևում երևի իրենց, մեծից երևում էր դա։ Ակնհայտ էր։ Նորից եմ կերկնում, երբ զինված ոչ պետական խմբավորումը ունի շատ մեծ իշխանություն։ Որը շրջաններում ամենտեղ երբ չեք պատկերացնում այն ժամանակվա իրավիճակը, այդ էր, բայց դա էր իրականությունը։ Պարոն Շահնազարյան, դուք ելի ես հարցին անդրադարձել եք, բայց շատ հետաքրքիր է որպես
շատ սկզբունքային կառույցի ղեկավար եք եղել, էլի։ Միշտ խոսվում է ու բոլոր իշխանությունների օրոք էլ խոսվել է սրա մասին, լուստրացիայի մասին է խոսքը։ Որպես կառույցի ղեկավար եղած մարդ, որպես process-ներին խորքային տեսած եւ ընկալած մարդ, լուստրացիային կողմ եք թե դեմ եք, պարոն Շահազարյան։ Ես միշտ մինչև այդ կառույցը ղեկավարել ես միշտ դեմ եմ եղել։ Միշտ։ Հիմա էլ եմ կտրուկ դեմ։ Ինչու՞։ Առաջինը դա անհնար է իրականացնել։ Բոլոր մասերով, պարոն Շահազարյան, գոնե մասնակի։ Բայց լուստրացիան ինձ բացատրեք, հա, եկեք կարող եմ երկար տևի այս խոսակցությունը։ Ինչ եք հասկանում լուստրացիա ասելով։ Դե մարդիկ, ովքեր համագործակցել են ուրիշ երկրի կառույցների հետ։ Ուրիշ երկիրը ո՞րն է։ Այդ շրջանում, որ մենք խոսում ենք։ Ուրիշ երկրի հետ դա ուրիշ հոդված է եւ դա պետք է քրեականորեն հետապնդվի եւ պատժի խոսքը լուստրացիա ասելով ամեն այնտեղ լուստրացիայի կողմնակիցները միջալուց 2018 թվականից հետո այդ մասին չեն էլ խոսում։ Որոնք համագործակցել են KGB-ի հետ, այդպես ասենք։ Չէ՞, դա կաս։ Հիմա ինչ անենք, բոլորին դրանից բացենք այդ անունները։ Դա է լուստրացիա պահանջումները չեմ ասում, դուք դա են, չէ՞ պահանջում։ Լավ, իսկ ենթադրենք ինչ-որ գիտնականներ համագործակցել են հետախուզության հետ խորհրդային միության, որ իրենք քանի որ դուրս էին գնում, արտասահման էին գնում եւ կան ներկայացնեն գիտության վիճակը, այդ հարցերը դրանցել ենք մանանում։ Իսկ քաղաքական մասը։ Չէ, հարցնում եմ։ Չեմ կարող ասել, ես որպես process-ը տեսած մարդ եմ ասում։ Իսկ ում հետ են համագործակցել։ Չեմ։ Չէ, մի րոպե, խորհրդային միության KGB-ի հետ, չէ։ Եթե մենք ասում ենք այսօր մենք երրորդ հանրապետությունը նշանակում ընդունում ենք այդ երկրորդը։ Չէ, ընդունում ենք այդ երկրորդը։ Ընդունում ենք դե բոլորը։ Եվ երկրորդ գիտեք ինչ, այն ինչ որ իրանք ուզում են իմանալ, ես դրանք կարդացել եմ։ Գիտեմ իրանք ինչ են ուզում իմանալ, այդ արխիվները կարդացել եմ։ Ինչ եք շահելու դրանից, պատկերացնում եք հասարակության ինչպիսի հարված առնելու, որ պարզվի օրինակ, եկեք իմ ու ձեր վրա օրինակ բերեմ, որ իմ նախկինը ձեր նախինի վրա դանոս ա գրել, դանոս ռուսերենում խոսքեր կան, որոնք չեն թարգմանվել, որոնք ընդհանրապես պագրոմ խոսքը, դանոս խոսքը, դրանք եվրոպական լեզուներում էլ են օգտագործվում, օրինակ որ դա պարզվի այդպիսի բան։ Կամ ինչ-որ մեկը կարդա, որ իր պապիկը իր տատիկի վրա է գրել, իսկ տատիկներ պապիկի վրա է գրել, ինչ եք շահելու դրանից։ Ինձ օրինակ միշտ հետաքրքիր է, որպես եկեք չէ, որ այն երկրներում որտեղ արվել է, առաջինը դա կիսա տարվել։ Երրորդ ոչ մի բանի չի բերել։ Ոչ մի բանի չի բերել ընդհանրապես։ Մի խոսքում այս ժամանակել եմ ասել, եմ ասում իմ դիակի վրայով։ Լավավոր հիմա արդեն դա որտեղ իրանք չեն պատկերացնում, հենց մի մասին հետաքրիր է, մի մասին հետաքրիր չի։ Իմիջիալոց մի բան էլ ասեմ, այդ ջատակողների մեջ կային նաև մարդիկ, որոնք հենց իրենք եղել էին KGB-ի գործակալներ։ Դրանով միշտ հետաքրքիր է, դուք իրենց ճանաչել եք ներսից։ Հանրության մեծ մասը չգիտի դրա մասին, դրա համար շատ հաճախ իրանք էլ են այդ հարցը բարձրացնում, պարոն Շահազարյան։ Գիտեք օրինակ 65 թվականին շարժում սկսվեց, չէ՞, ցեղասպանության համերգը։ Թողեք, որ տեղել ոչ առանց խորհրդային իշխանությունների եղել։ Ինչի մարեց այդ շարժումը գիտեք։ Չէ։ Գիտեք, բոլորը իրար սկսեցին կասկածել, որ KGB-ի գործակալներ են, ովքեր կային մեծ խումբեր ակտիվիստների, այդ որոնք կասկածում էին բոլորին, բացի KGB-ի գործակալներից։ Այդ մասով էլ է էլի ասում, որ գոնե օրինակ, չգիտեմ, ակտիվ շրջանակներ լինում, որոնք անընդհատ process-ի մեջ են։ Մի մասը իմանում է, մի մասը էական մասը չի իմանում։ Չէ, նկատի ունեմ, որ այդ շրջանից արդեն իրանք աշխատած են լինում, մտնում են ակտիվ քաղաքականություն, օրինակ դուք որ զբաղեցրել եք պաշտոնական process են գլխից իմանալով եկել եք, դուք կամ պատկերացնում եք կամ ինֆորմացիա։ Ես 88 թվականին իմ գործակալներն ունեին ժամանակվա KGB-ում էր։ Ես ունեին դեռ իմ գործակալներն զուտ գաղափարական բանից ելնելով։ Իմիջիալոց ասեմ, խորհրդային միության քանդվելու գործում ամենամեծ ներդրում է ունեցել հենց ինքը KGB-ն խորհրդային միությանը դեպի մացեք։ Օրերս մի բան էլ ասեմ, երբ որ ես նշանակվեցի,
հրամանագրով 3 ամսով հիմնարկը փակվում էր։ Փակվեց 3 ամսով հիմնարկը, մի քանի ծառայություն էին աշխատում, նոր կանոնադրություն, ես պիտի գրեի, եւ մի քանի 100 հոգու, որոնք հոգով կագեբեական էին, ես ազատել եմ հրամանով, որոնք իսկապես չէին հասկանում անկախություն, պետականություն, լավ, որ ես այնտեղ մտել եմ, դրոշ չի եղել եռագույն, Լենինի Ձերժինսկու նկարներ, շորտեսպաներ, ամբողջը տարեք սովետաշինի աղբանոց իհարկե թափվեց այնտեղ։ Եվ մի բան էլ ասեմ, որ իմ գնահատականը չի, առանց ավելորդ ամեստության, այդ ընթացքում, երբ որ ես ղեկավարել եմ, Հարավային Կովկասում ամենաարդյունավետ եւ ամենաուժեղ հատուկ ծառայությունն է եղել։ Դուք ասել եք ընդունում են այն ժամանակ, նույնիսկ թե Ադրբեջանում, թե Վրաստանում, շատ արագ հաջողվեց այնուհետև դա անել, որովհետեւ շուտ ռեֆորմները կարելի հայերենին եք անցել, չգիտեմ գրագրությունը եւ մնացածը։ Ամեն ինչ իհարկե, բացառապես լուրջ։ Չէ, գիտեք ինչ, ներքին ես չեմ ասել, որ ներքին զեկուցագրերը տեղեկանքները որ գրում են, ասել եմ ով կարող է թող նա հայերեն գրի, բայց չեմ պարտադրել, որ դե մարդիկային որոնք հայերեն չգիտեին, չեմ պարտադրել, բայց արտաքին եւ ամբողջ գործավարությունը իհարկե բացառապես հայերեն։ Օրերս մեր տաղավարում հյուրեր նաև Գեղամ Մանուկյանը, երբ որ նրան հարցրեցի դրոյի գործից, այսպես ասած շինծու է որակվում այդ գործը, դուք նաև Գեղամ Մանուկյանը թե իր ցուցմունքները իժի դատարանում որտվել է, երբ դատը եղավ իմ հրաժարականից հետո, մի բան կարող եմ ասել, դրոյի գործը ինչ մասը, շատ հայտնի է, դա նարկոտիկների գործեր, սպանությունների գործեին, ընդհանրապես եւ բոլորը ովքեր դատապարտվել են, մինչեւ վերջիորեն նստել են։ Ոչ ոք չկա այդեղ եւ ես չեմ արել մի բան, որի համար ամաչեմ երբևէ։ Շատ բանի համար կարող եմ ապարտանալ նույնիսկ, բայց չեմ արել մի բան, որի համար ես հիմա զղջամ։ Ոչ։ Բացարձակապես։ Պարոն Շահնազարյան, մի քիչ առաջ անդրադարձակ այդ թեմային, բայց մի քիչ մանրամասն անդրադառնանք, էլի 98 թվականի նախագահի հրաժարականը ինքը հեղաշրջում էր, թե իշխանափոխություն էր։ Եվ եթե հեղաշրջում էր, ինչի մասին էր այդ հեղաշրջումը։ Ինչի մասին էր։ Ինչն էր փոխվում։ Պատերբակը Արցախի արծն էր։ Կրկնում են պատերբակը, բայց դա բնական եւ անխուսափելի գործընթաց էր։ Գիտեք ինչ, եթե Լույսեմ ասում, պետության ղեկավարը չի տիրապետում զինված ուժերին եւ ոչ պետական զինված ուժերին, ես երկրապահների նկատի ունեմ, դա անխուսափելի է։ Օրինակ վերեմ ձեզ։ Պետական միությունում կար այսպես կոչված հաղթանակի մարշալ։ Ժուկովի մասին է խոսքը, որը շատ մեծ հեղինակություն ուներ, չնայած ես իրեն շատ բացական է վերաբերում, որտեվ համար մարդկային կյանքը զերո է եղել։ Մի բան էլ երբ են Զենխավուրը պատերազմից հետո ասել է դուք այսքան զոհ տվեցիք, գիտեք ինչ է պատասխանել Շուկովը։ Դե ռուսերեն է ասել, փորձեմ թարգմանել, մեր կնանիք բաբը ասել էլի։ Մեր կնանիք ոչինչ, էլ գերեխիկ կբեր։ Նույն Ժուկովը Ստալինին ինչ արեց, վտանգեր չէ։ Ուղարկեց Ուրալ, հետո ուղարկեց Օդեսա, մի խոսքով, որտեղ բանակը վախենում էր, որ իրենը չի լինի։ Բանակը Տեր-Պետրոսյանը չէր, դա Վազգեն Մանուկյանի բանն, אבל ներողություն, Վազգեն Սարգսյանի բանակն էր, Վազգեն Սարգսյանի երկրապահ դա պիտի տեղի ունենար։ Բայց հեղաշրջման էլի մասնակիցներ կային, Իհարկե, ուժայիններ։ Նկատի ունեմ Վազգեն Սարգսյանից բացի ուրիշները դեմ չէին, ԵՊՄ կողմ չէին այդ process-ին։ Նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը Արցախից իրենք էին այդ ամեն ինչ, որովհետև ասում եմ ուժային կառույցները չէին ենթարկվում հանրապետության նախագահի։ Արցախ տենց է տիրներ։ Դուք շփվել եք իրանց հետ այդ ընթացքում, պարոն Շահնազարյան, այդ գործիչների։
Չէ, չեմ շփվել։ Մի առիթով շատ կարճ ինչ-որտեղ հանդիպել ենք, կարծեմ, շատ կարճ ոտքի վրա, չէ, չեմ շփվել։ Բոլորի հետ նկատի ունեք։ Չէ։ Մեկի թե երկուսի հետ մի առիթով ինչ-որ ինչքան հիշում եմ։ Իսկ նախագահին փորձել եք համոզել, որ հրաժարական չտա։ Չէ, բացարձակ։ Հա։ Դրա մասին իմացել եք նախորդ, պարոն Շահնազարյան, թե Դե ամբողջ Հայաստանը գիտեր։ չէ, նկատի մնացածից տարբերվող էլի, որ մի քանի։ Դա ամբողջ Հայաստանը գիտեր։ Իսկ հրաժարականին այլընտրանք կար, պարոն Շահնազարյան։ Կարծում եմ, որ այո։ Շարունակեք։ Շնորհակալություն, պարոն Շահնազարյան, մարտի 1-ին դուք եղել եք իշխանության եւ Տեր-Պետրոսյանի միջև բանակցություն, շարժման միջև Չէ, դու այդ իրավիճակը ստացվեց, այնտեղ պետք էր բանակցել։ Գիտեք, այնտեղ բավական ծանր իրավիճակ էր, երբ որ ես եկա, ընդհանրապես այն ժամանակ Տեր-Պետրոսյանի թիմից ոչ մեկը չկար, ես թիմի մեջ չէի։ Բացարձակ որևէ մեկը չկար եւ շատ լարված իրավիճակ էր, այնտեղ Բաքվում պետք է լինի, ըստ էության եղել էր արդեն նույնիսկ այդ ֆրանսիական դեսպանության մոտ։ Այնտեղ ոստիկանությունից Աֆյանն էր գեներալ, շատ կարճ գիտեք ինչ, այդ իրավիճակում դուք քան հանրահավաքային փորձ ունենալով ակնհայտ էր իմ համար, որտեղ անհնար է կառավարել, որտեղ բարձրախոսներ չկան։ Չեք կարող այդտեղ կառավարել։ Դե բարձրախոսներ չկան, մի երկապտի երթ անեց, որ կարողանաց ինչ-որ ձևի կառավարել։ Դեռ առաջարկեցին մատենադարան գնալ, ասինք հա գնանք մատում ենք մատենադարան, բայց պետք է երթ անել, որպեսզի այդ բախումից խուսափել։ Աֆյանին ասեցի այն կողմից երկու իրար դեմ հանդեպ էին կանգնացել, արդեն մի երկուն այնց ոչ մեծ բախումներ եղել են, ասի հետ քաշեք, հետո հետ քաշեք, արդեն ուզում էինք այդ երթը ինչ-որ ձևի սկսեինք, բայց հետո եկան ուրիշ ներկայացուցիչներ, արդեն Տեր-Պետրոսյանի շտաբից այդպես ասել, եւ ուրիշ որոշում ընդունվեց։ Եվ արդեն ինչ ասեմ, իշխանությունը ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է մարտի 1-ին։ Ինչ ուզում եք ասեք, ամբողջ պատասխանատվությունը։ Հնարավոր է կանխել, այսինքն, պարոն Շահնազարյան։ Ինչպես։ Հնարավոր է կանխել, այսինքն, ողբերգությունը։ Չգիտեմ, չեմ կարող ասել հնարավոր է, թե չէ, որտեղ ես կարծում եմ, որ իշխանությունը դա պետք էր անել։ Իմ մոտ այդ տպավորությունը է ստեղծված։ Այդ համոզմունքն է ստեղծված, որ դա պետք էր անել։ Այդ ահավոր վիճակ էր իհարկե, հետո ես որ իջա արդեն Մաշտոցի պողոտատես այնտեղ ինչ է կատարվում։ Մի խոսքով իշխանություն ասեց դի բացահայտի, ոչ իմ չի կարողացել բացահայտի, ոչինչ։ Ըստ էության մեզ ոչ մի ավելի բան չիմացանք, քան թե գիտենք։ Եվ ինչ ուզում են ասեն, դա բացառապես Ռոբերտ Քոչարյանի վրա է մինչև ժամանակ։ Որտեղ պատասխանատվությունը իշխանության վրա է, հասկանում եք։ Իշխանությունը գիտենք, որ սնայպերներ են եղել, չեմ բացահայտում, դա բացահայտ է։ Գիտենք, որ դա եղել է, գիտենք, որ դա կրակել է։ Այս ամեն ինչը որ գտնում, ինչ է, չեն ուզում։ Իշխանությունը չի ուզում դա բացահայտի։ Պարոն Շահնազարյան, Wikileaks-ի հրապարակումներից տեղեկանում ենք, որ դուք նաև եղել եք այդ ժամանակ ԱՄՆ դեսպանատան հետ բանակցող, ինչ որ շատ դեսպանությունների հետ այն ժամանակ շփվում ինչի անել։ Ու հարցը էս եմ ուզում տալ, ինչու Արևմուտքը չաջակցեց շարժմանը, կամ աջակցեց, չհաջողեց։ Ես կարծում եմ, որ բավական աջակցեց։ Երևի սխալներ կատարվեցին շարժման կողմից, կարծում եմ, չեմ ուզում այդ մասին խոսել, ոչ թե երևի այլ հաստատ սխալներ կատարվեցին եւ գիտեք ցավոք սրտի կամոց Արևմուտքը հասկացավ, որ դեռ պրոդուսական շարժում է դառնում այս ամեն ինչը։ Պարոն Շահնազարյան, գանք այս անցյալից վերջին հարցին եւ մենք բավականին էական ընթացք դուք
հանդես եք գալիս որպես այսպես ասեմ, էլի արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչ, արևմտյան ինտեգրացիաներին կողմ գործիչ, ասեմ, ինտեգրացիաների կողմնորոշում եմ համաձայն չեմ, այո, ինտեգրացիաների կողմ գործիչ, ու մենք տեսնում ենք 2018 թվականի դեկտեմբերին մենք ձեզ հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում եւ դա բացատրել եմ ինչի, բազմիցս, դա հնարավորություն է, որպեսզի բավական մեծ հարթակ ստանալ, ցույց տալու համար, որ այս իշխանությունը եկել է որպեսզի Արցախը հանձնի։ Եվ այս ժամանակ ես բազմաթիվ արդեն ապացույցներ եմ բերել դրա համար, որտեղ բանակցային գործընթացը ինքը որ գնաց, այնպեսին գնաց, որը դեմ էր ամեն ինչ։ Այդ մի քանի ամսում արդեն բանակցային գործընթացը բանշան։ Բերել եմ այդ ամեն ինչ, այդ բան։ Այն ժամանակ ես բոլոր ապացույցները բերել եմ, որ ամեն ինչ գնում էր ըստ էության Մինսկի խմբի դեմ։ Գիտեք, երկու Հայաստանի ղեկավարներից երկուսն են եղել, որոնք ուղղակի բանակցել են Ադրբեջանի հետ։ Ոչ ես, ոչ Չարլոտ Սարգսյանի օրենքերդեղը Ադրբեջանը մենք բարձրացրել ենք միշտ միջազգային հանրության հետ։ Ադրբեջանի հետ առանց միջազգային հանրության բանակցեց Ռոբերտ Քոչարյանը Ալիևի հետ, երկար բանակցում էին, եթե հիշում եք, 99 թվերին, տարածքային փոխանակման հարցերն էին պայմանավորվում, որ Սյունիքը պետք է փոխվի Ղարաբաղի հետ, լավ, ով է դրա նախաձեռնող եղել եւ գաղափար եղել, այդ մասին հետագայում ես խոսեմ իրականում ով եղել։ Եվ Փաշինյանը, հիշեցնեմ ձեզ, առաջի հանդիպումը, որ Դուշանբեում եղավ, 18 թվականի սեպտեմբերի 27-ին թե 28-ին։ Նա որպես այդպեսի վերելակային է հայտնի։ Մի րոպե։ Երբ որ Ալիևը առաջարկում է, ասում է արի զինադար, իսկապես զինադար պայք, Փաշինյանն ասում այո, բան պայմաններ։ Փաշինյանը պատասխանը գիտեք ինչ պետք է լիներ։ Եկես ինչ կասեք, ասի շատ լավ։ Իլհամ, հոյակապա, որ տենց ես ասում, ուրեմն արի պայմանավորենք հիմա մի հատ Մինսկի խմբով հանդիպենք եւ այս պայմանավորվածությունը այնտեղ ամրագրենք։ Ու այդպես էլ գնաց։ Այդպես էլ այնուհետև գնաց ամեն ինչը եւ շատ երկար կտեի, որ ես բոլորը նշեմ էլ եւ Ադրբեջանը դա օգտագործեց, ես նույնիսկ նկարներ եմ ցույց տվել իմ ուրեմն ասուլիսում ֆոտոնկարներ, թե ինչ կառույցներ էր այնտեղ սարքում, պատրաստում հարցակողական, ինչպեսի բավական հետաքրքիր կառույցներ էին, նկարներ մինչև մի արխիվում էլ կա, դա արդեն ավելի քան ակնհայտ էր, ավելի քան, ավելին ասեմ ձեզ, 18 թվականի հունիս ամսին, մայիսի վերջ հունիս ամսին, 10,000 հեկտար միջդիրքային տարածություն է զիջվել Ադրբեջանին Նախճեվանի հետ հատվածում 10,000 հեկտար դուք պատկերացնում եք հայ միջայլոց այսօրվա բաները որ կան այս ընդդիմություն կոչվածները դաշնակցությունը չմոռանանք այն ժամանակ նրանք իշխանության մաս էին կառավարության մաս էին եւ այս ամեն ինչը տանում էին մի անգամ ես վերջերս կարծեմ ասել եմ որ Եթե այն ժամանակ Փաշինյանը իրաց չհեռացներ, միջև մեր կոալիցիայի մեջ կրնեին իրեն կարծում եմ, կարծիք է, բայց դա փաստ է, չէ՞։ Հա, փաստ է, որ կոալիցիայի մեջ է։ Այսօր ամբողջ Հայաստան դաշինքը համագործակցել է 18 թվականի ապրիլին եղել է փողոցում, Սերժին մերժել է, համագործակցել է կամ փորձել է համագործակցել, գրեթե ամբողջ ընդդիմադիրը։ Գիտեք, այսօր այս ընդդիմությանը որ քննադատում է Այսօր, որ այս ընդդիմությունը կան պաշտպանում է, նրանք իմիջիալից այս թե երկրորդ, թե երրորդ նախագահների հետ փորձել են համագործակցել ամեն ինչ արել, ես այս ժամանակ եմ նրանց որպես իշխանություն քննադատել։ Բայց հիմա ես նրանց ասում եմ, իրենք ահավոր են որպես ընդդիմություն, ահավոր են, այսօր մեր մեծագույն խնդիրը այս քաղաքական դաշտն է, որ կա։ Այս ծայրաստիճան անգրագիտությունն է, որ կա քաղաքական դաշտում։ Մենք Արցախից խոսեցինք, ջղա։
Հիշում եք, մի քանի ամիս առաջ, երբ իշխանությունը հրապարակեց իրենց ասելով փաստաթղթերը, խղճուկ մի քանի փաստաթղթեր, երբ որ այնտեղ հարյուրավոր փաստաթղթեր կային։ Դուք ծանոթացել եք այդ հարյուրավոր փաստաթղթերին, պարոն Շանազյան։ Ոչ միայն ծանոթացել եմ, նրանց մեծ մասը անգիր գիտեմ, չասեմ, որ այն տարիների 90-ականներին փաստաթուղթ չի եղել, որին մեղմացած իմ մատը կպած չլինի։ 90-ականից հետո էր նկատի ունեմ, էլի։ 90-ականից հետո ես ամբողջովին ես տիրապետել եմ ամեն ինչի։ Այսօր ընդի ամենայն դեպս խորհրդարանում այնց որևէ մեկը չկա, որ գոնե 1/3-ով իմանա կամ հասկանա, կարող են հատորներով գրքեր գրել, բայց անգրագետ են, բացարձակապես փորձում են բանել, ինչ-որ լրագրողներ կան, որ էլի գրքեր են գրում, ոչինչ չեն հասկանում։ Ես դա չեմ ուզում անուններ տալ, իրենք ընդհանրապես իմիջայլոց այդ փաստաթղթերն էլ իշխանությունը որ տպել էր։ Տեսեք, օրինակ այնտեղ փաստաթղթեր կա, որ հղում արվում ոչ թե բնօրինակին, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բան, այլ Վլադիմիր Կազիմիրովի կայքի օրինակի համար, երբ որ բնօրինակ չի։ Իշխանությունից որևէ մեկը չկա, որ չի հասկանում, կան մի քանի հոգի, որոնք հասկանում են, բայց նրանք էլ քաղաքականացված են եւ ինչա ստացվում, չէ՞, ստեցան իմ абսուրդ վիճակում ենք, 3 նախագահ եք ունեցել, 3-ն էլ անսխալական են եղել, բայց մեկ էս վիճակում եք, չէ՞։ Եվ այսօրվա քաղաքական իրավիճակը, որ ես ասեմ, սա ուղղակի խայտառակություն է, սա ազգային անպատվություն է, որ կա։ Իջեցված է խայտառակ, ասում են պլինտուսային մակարդակի։ Մեկ այսօր քաղաքականություն չկա ներքին։ Ինչ-որ մեկ լսում եք, մի րոպե, ինչ-որ մեկ այսօր լսում եք, դա ինչ է, գող պիսու քաչալ շուն, վերջ, հայվոյա խառը, ամեն ինչ։ Եվ ըստեյության, այսօր ինչ ճակատագրական սխալները, որ ես ասի, երկու ինչի պատճառով մեկ եկանք սրան, ֆունդամենտալ ուրեմն աղանդի հասնող պրոռուսականությունը, մենք արել ենք, որը մինչև հիմա շարունակվում է, եւ կոռուպցիա, որը շարունակվում է մինչև հիմա։ Գիտեք, մի կարևոր հարցեր կա, որը շատերը չեն հասկանում։ Ինչ է նշանակում Արցախի հարցը։ Մենք ճանաչել, չճանաչել։ Դեք Արցախի հարցը մի ձև է լուծվում։ Պետք է կարողանաս պահել այդ Արցախի անվտանգությունը վերջը։ Եվ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի։ Ո՞նց, այսինքն, պարոն Շահազյան։ Դու պետք է կարողանաս պահել Հայաստանը, պետք է կարողանալ Արցախը պահել անվտանգ։ Ֆիզիկապես կարող էր պահել անվտանգ։ Ճանաչել, չճանաչել, դրանք երկրորդական հարց։ Բայց բալանսը անընդհատ փոխվում է, պարոն Շահազյան։ Բալանսն անընդհատ է փոխվում։ Անընդհատ։ Առաջինը բալանսը փոխեց Ռուսաստանը 11 թվականից, դա թողեք։ Բայց ինչ անենք այդ դեպքում, երբ որ Ռուսաստանը լավ կողմ։ Մի րոպե հերթով գնանք։ Օրինակները բազմաթիվ կարող են բերել։ Կիպրոսը ճանաչել է, ինչ որ մեկը չէ։ Հյուսային Կիպրոսը Հյուսային Կիպրոսը նկատիվ։ Բայց Թուրքիան դե անվտանգությունն է ապահովում։ Ուրիշ ոչ մի խնդիր չի լուծում։ Քանի այդ անվտանգությունը պահում էինք։ Կարողությունների հարցը, պարոն Շահազյան։ Իհարկե, այ հրաշալի եք ասում։ Ղրիմը ճանաչել է ինչ որ մեկը, չէ։ Ռուսաստանը կարողանում է պաշտպանել։ Էլի կարողություն հարցը։ Այսինքն դուք հավատում եք։ Այո, մի րոպե։ Մենք այդ խնդիրը պետք է կարողանայինք լուծել։ Բայց երբ որ 11 թվականից Ռուսաստանը այդ բալանսը խախտեց 5 միլիարդ դոլարի զենք երբ որ ստեց մոտակարարել Ադրբեջանին, մեզ էլ ասում էր դա բիզնես է։ Ժամանակ ես հարցը բարձրացրել եմ։ Մենք այն ժամանակ պետք է լրիվ ուրիշ կերպով անենք։ Լրիվ ուրիշ կերպով պետք է անենք։ Երբ որ 13 թվականին Մոսկվայում ստիպեցին ահավոր ճնշում գործադրելով Սերժ Սարգսյանին հրավիրել եւ հրաժարվել Եվրոմիության հետ դասատարևների պայմանագիրը ստորագրել եւ միանալ։ Այդտեղ ակնհայտ է, չէ՞ որ այդ հարցով են
Արցախի հարցն է իրական սպառնալիքը, որ Սերժ Սարգսյանը ինչել ես անմիջապես հաջորդ օրը այդ հայտարարությունը արել եմ։ Իշենից Բրյուսելից զանգեցին, ասին չէ, ես լեղել է ահավոր ճնշում եւ Արցախի հարցի շանտաժ։ 16 թվականից հետո, այդ քարորիա պատերազմից հետո, որում Ադրբեջանը տապալվեց։ Դրանից հետո ամենաբարձր մեր համար ձեռնտու դիրքերում բանակցային այդ ժամանակ մենք հայտնվեցինք։ Մենք հայտնվեցինք, երբ որ օրակարգում էր ըստ էության շփման գծի միջազգայնացումը։ Այս մասին ես շատ եմ խոսել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումներում, այս օրակարգն էր, ընդ 3 կետ էր։ Բայց գոնե 2 տարի բանակցին, բայց ցենց էլ բան չեղավ, պարոն Շանոյանի։ Չէ, այդ կետերը որ բերեցին, դա ասում եմ ամենամեծ մեր ամենամեծ լուրջ հաջողությունը մենք ամբողջ բանակցային գործընթացում ունեցել ենք այդ բանը, որտեղ Սերժ Սարգսյանն էլ Ալիևի հետ չէր բանակցում, միջազգային հանրության հետ էր բանակցում։ Ասում 2 հոգի են բանակցել անմիջական Ալիևի հետ, երկու դեպքում էլ շատ ծանր հետևանքների ենք մենք եկել ունեցել։ Դա է եղել։ Իսկ ոնց եմ ասում, եթե այդ անվտանգությունը կարողանում ես ապացուցել, հարցը լուծված է։ Okay։ Եթե չես կարողանում ապացուցել, իսկ հիմա ինչ որ ասվում է, դա իրեք այսօր չտեսնել են 3 մեծագույն վտանգները, որ կա Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք 3-ն էլ ըստ էության համարում են, որ պետականություն պետք է չլինի։ Մի բան ասեմ, հա, այս առիթով 3 թե առաջի օրն էր Փաշինյանը ինչ ասեց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եւ եղբայրական են եւ որևէ մեկը թող չփորձի ինոագենտ են բոլոր նրանք։ Իհարկե քննադատություն շատ եղավ, ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը կարող է եղել է, ես չեմ հիշում եղբայրական անվաներ։ Նույնիսկ էլի Սուտ են բոլշևիկյան բանն է, որ իմ եղբայրական գրքում քեզ պիտի ճաշեմ։ Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, հաշվի առնելով այս վերջի հանդիպումը, դրա մասին ես խոսել եմ մանրամասն մաղթում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն ինքը շատ լավ հասկանում է այդ վտանգները եւ իրս այս հայտարարությամբ փորձում է դրանք մեղմել, որը անիմաստ է։ Այսինքն չի ստացվել։ Եվ բացի այդ այսօրվա իշխանության ու ընդդիմության միջև քաղաքականության ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում, բացարձակապես։ Մի բանն են ուզում իրենք։ Օրինակ ընդդիմությունը թրիպ չի ուզում, բայց իշխանությունը թրիպ անում է դաժե։ Թրիպը ուրեմն շատ մեծ հարցականի տակ է, ես ասել եմ Վենսի այսից։ Բայց արել են մի րոպե, ինչ են արել։ Դե ամբողջ միջև այդ բանակցում էին, նո վերջերս էլ Վենսի այցով հաստատվեց այդ process-ը։ Վերջի այցից հետո ես հայտարարել եմ, որ հիմա շատ քիչ հավանական է, որ այդ թրիպը տեղի կունենա, քիրական է, հա։ Երեք վարչապետը նաև հաստատեց, որ ամերիկյան կողմից հաստատում կա։ Այդ ամերիկյան կողմի հաստատումը եւս մի անգամ ապացուցում է, որ շատ ավելի քիչ է այդ հավանականությունը, բարձ ասեմ։ Ինչը Կրեմլի ուզած Հայաստանից հիմա ինչ է կարծում։ Իսկ որտեղ դրա մասին ես մանրամասն մամուլում խոսել եմ, շատ բարձ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը էապես նվազել է ամբողջ աշխարհում հիմա։ Դա իհարկե առանցին կոնսակցիան նյութ է։ Ռուսաստանը փորձեց կտրուկ հակախաղ։ Ինչ է ուզում Ռուսաստանի ուզածը ինչ է։ Ասում է միջազգը պետք է տաս ինձ։ Այսինքն 9-րդ կետը նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է ուզում վերակենդանացնի։ Սա է դրա իրենց ուզածը։ Բայց անդրջ չի գնացել։ Որ դրանից հետո ինքը ինչ է ուզում։ Փաշինյանը դա է ուզում հիմա։ Դրանից հետո երբ որ դա կստանա, արդեն Էրդողանին ասելու է դու Սյունիքի հարցով էլ Փաշինյանի հետ չես խոսել, տղա ջան, իմ հետ պիտի խոսես։ Իմ հետ պիտի խոսես։ Այսինքն Սյունիքն է լիմն։ Բայց իրենք ունեին, պարոն Շահազյան։ Նո նոյեմբերի 9-րդ կետը կար, կար, բայց չեղավ, չէ։ Չստացվեց, չէ՞ դա։ Դե եթե այն ժամանակ Հայաստանից էր վերցնում, կոպիտ ասած, հիմա պիտի Ամերիկայից վերցնի, դրան հավատում եք։ Ոչ, էլի Հայաստանից։ Ոչ, իհարկե, բանի Փաշինյանից դա է ուզում ինքը։ Եվ պատճառը նա չէ, որ ներսում սկսեցին Հայաստանի ներսում, ինչու առաջին ես եմ ասել, որ թրիպը շատ մեծ հարցականի տակ է, ես վստահ եմ, որ չի իրական, որովհետև դա Ամերիկայի համար չի, թրիպը դա թուրքական ծրագիր է։ Միացյալ Նահանգների համար մեկ գործընկերը այստեղ Թուրքիան է։
Դա մի բարձ օրինակ բերեմ, ուշադրություն դարձրել եք, որ ոչ Երևանում, ոչ Թբիլիսիում, ոչ Բաքվում ամերիկյան դեսպան չկա։ Պարոն Շանազյան, հիմա խոսքը գնում է Տրանսկասպիան միջանցքի մասին, որի երթուղիներից մեկը նաև այդ է։ Մի րոպե, այդ մասին ես միշտ կանցել այդ բանից հետո եմ խոսել ամիջապես հայտարարությունը ստորագրելուց հետո օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, թողեք դա, երկի խոսքա գնում։ Ռուսաստանը ուզում է սրանից օգտվել եւ վերադառնալ Հարավային Կովկաս։ Ոնց այսպես։ Դրանից հետո ես վստահ եմ, երբ որ այդ պահանջները դրել է Պուտինը, չորդ ես մեծ կասկածներ ունեմ, որ Փաշինյանը դա զիջելու է։ Նույնիսկ չեմ վաղուցել եմ ասել, կերկնում Բելարուս Ռուսաստան դաշինքել կմտցնի Փաշինյանը։ Մի անգամ էլ այդ խոսակցությունները որ լես վստահ եմ Հայաստանից խնդրել են, որ դեպը մի հատ այնց հայտարարություն անի, էլի։ Պետք մեզ աջակցել է։ Դեպնել արել այդ հայտարարությունը, որ թրիփելի մնում է մեր օրակարգում։ Ուզում եմ ասեմ, մեր ինչ կանաչ աչքերի, չգիտեմ, ինչի համար, պարոն Շանազյան։ Ինչի համար։ Քաղաքական process-ը Թուրքիային այս տարածաշրջանում լրիվ Թուրքիային հանձնելու համար։ Այդ խոսքը չեմ ուզում թարգմանել, Սմատրիաշի Միացյալ Նահանգները ստեղ նշանակել են Թուրքիային, նայող։ Եվ ցավոք սրտին դա Թուրքիայում ամերիկյան դեսպանը մի ահավոր երևույթ, որը նույնիսկ վիրավորել էր մեզ, այնտեղ դեսպան կա, հիմա ստացվում է, այո, այդ բարակի մասին է խոսքը։ Ասում եմ, սենց բան եղել է, որ Հարավային Կովկասի 3 պետությունում ամերիկյան դեսպան չէր, եւ խոսքեր չկա նշանակման մասին զգում եք։ Որևէ խոսք չկա այդ նշանակման մասին։ 3 երկրներում էր։ Մամուլով ասում է, որ իրանք դեմոկրատների ներկայացուցիչներն են, հիմա հարապետականներն են ընտրություններ կատարում, չգիտեմ, այսպես սենց մի բան են գրում։ Գիտեք, եկեք այդ տարիքում արդեն հեքիաթների չեն հավատում, էլի քերով ջան։ Եկեք այլ ասենք, երբ որ Միացյալ Նահանգները արդեն Թուրքիային շատ ավելի մեծ դեր են ուզում այստեղ տալ, ուրիշ բան որ Էրդողանը լրիվ ուրիշ քաղաքականություն է, ասել արդեն շատ ավելի ուրիշ չէ, ագրեսիվ արել եւ իմացեք Էրդողանի հիմնական նպատակը այս թուրանական ծրագրերն են։ Թուրքական պետությունների կազմակերպությունը, ինչը իրենք չեն էլ թաքցնում։ Խաղաղության օրակարգը դա աբսուրդ է։ 3 Ինչ օրակարգ 3 մոռացեք ինչ խաղաղություն է Հայաստանից բացի ուշ ես երկիր չգիտեմ որ այսօր շուտ խաղաղություն է ասում բոլորն ասում են պատերազմի են պատրաստվում 3 բառացիորեն ինչ է տեղի ունեցել Բաքվում եղել է մի գրքի շնորհանդես որը կոչվում է Իրիվան Չեք կարդացել այդ հաղորդագրությունը եւ դա այդ շնորհանդեսը եւ այդ գրքի հրապարակումը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր բարձր հովանու ներքո Դեռ միշտ process-ները կենտրոնից հավանանում Ուրիշ process չէ, քանի որ դա կատարյալ բռնատիրական պետություն է, ինչպես Ռուսաստանը, այնտեղ ուրիշ կարծիք լինել չի կարող։ Մյուսը ինչ է հայտարարվում Սա գիտական աշխատություն է, որով ապացուցվում է, որ Իրիվանը դա ադրբեջանական քաղաք է եղել, ադրբեջանցիներին է եղել։ Իմ ծանոթներից մեկը ասեց, երևի Արգիշտի արքան էլ դրանց նախապապն է եղել։ Պարոն Շանազյան, մի րոպե, ես ամեն ինչը իշխանությունը չի ուզում տեսնել։ Ընդդիմություն կոչվում, չէ ոչ իշխանություն ասենք, քանի որ ընդդիմություն գոյություն չունի, թողիկա։ Իշխանությունը չի ուզում տեսնի բոլոր այն սպառնալիքները, որ կան Ռուսաստանից, որ հնչում են, այդ հանդիպումից հետո էլ հատկապես դրանք սաստկացան անընդհատ։ Սա է իրավիճակը ընդհանուր։ Ես նորից եմ ասում, ես լուրջ կասկածներ ունեմ, որ Փաշինյանը հանձնելու է Ռուսաստանի 9-րդ կետը Շունիկը հանձնելու է իրենց։ Նորից եմ ասում, ամերիկյան ծրագիր չի սա։ Այստեղի կոչվածը, սա թուրքական ծրագիր է։ Օգոստոսից հետո, երբ որ եղավ երրակոմ հայտարարությունը Թրամփի միջնորդությամբ, Հայաստանը ժամանում փոխնախագահ Վենսը, երբևէ Հայաստանում եղած ամենաբարձրաստիճան Բայց ինչի է գալիս։ Ինչի է գալիս, որտեղ հիմնական հայցի նպատակը իր Բաքուն էր։ Դե ուզում եմ ասեմ, Վենսը չի հովանավորելու նոյեմբերի 9-ի կետի իրականացում։ Օրինակ ամերիկյան դիրքորոշումն ու process-ը ո՞նց կլինի այս Ուրեմն շատ բարձր։
Ինչ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը վերջերս։ Ասեց երրորդ գործընկեր ենք մենք փնտրում։ Եթե սա տնտեսական ծրագիր է, տնտեսությունը դեք բացարձակ Փաշինյանը կարծեմ ասել։ Երրորդ գործընկեր, բայց երկաթուղիների մասով, պարոն Շանազյան։ Դե առաջին դա երկաթուղի պիտի կառուցվի, երրորդ գործընկեր որտեղ փող պիտի դնի։ Եթե սա այդքան շահավետ է, ինչի մասին Փաշինյանը անընդհատ խոսում է, ուրեմն ներդրողները պետք է իրար կոտորեին։ Ոչ մեկը ստեղ ներդրում չի անել, որտեղ այնտեղ տնտեսական ծրագիր գոյություն չունի։ Օգուտները այդտեղ գոյություն չունեն բացարձակապես։ Սա թուրանական ծրագիր է, որտեղ ներդրումներ կատարի միայն եւ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը իհարկե։ Իրենք են կատարելու այս ներդրումները։ Հիմա Ռուսաստանը Փաշինյանն ասում է, չէ, ինձ է ստալու։ Դրանից հետո ինքը արդեն պիտի Էրդողանին ասի, իմ հետ էս գործ ունենալու։ Գիտեք, մի քիչ հումորի վերածեմ, ոսկե հորտը տեսել եք, ֆիլմը կարդացել եք, ջեն հայերեն թարգմանությունը հրաշք է, ռուսերեն դիտավ հիշում եք Պանիկովսկին ինչ էր ասում, ասում ես ես ձեզ կառնեմ, կծախեմ, հետո էլի կառնեմ, հետո ավելի թանկ կծախեմ, Ռուսաստանը հիմա է անում մեր հետ։ Ախր չի կարելի չէ մոռանալ։ Տեսեք, այս ընդդիմություն կոչվածը, որը ռուսական շահերի ներկայացուցիչ է այստեղ, բացառապես ռուսական շահերի, սեփական շահ, այնտեղ չկա բացառ։ Նրանք խոսում են Բաքվում բանտարկված Արցախի քաղաքական ղեկավարության մասին։ Բայց այդ պահանջները Մոսկվային չեն, գնում են Բրյուսելից են ուզում Ամերիկայից, բայց ստույցան Ռուսաստանն է, չէ՞ դրանց կալանավորել։ Ով է էթնիկ զտում արել։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին։ Ով է հրահրել այդ պատերազմը։ Ռուսաստանը։ Բայց Ռուսաստանը չգիտես ինչի շարունակում է մնալ իրենց միակ բարեկամը եւ գիտեք ինչ, ես նորից եմ ասում, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը այս երանգնում Մոսկվա, Անկարա, Բաքու, շփոթ անենալ է։ Աշխարհում այն process-ներն են տեղի ունեն, որը այս հասկանում եք, այս ընդդիմությունը մնացել է 3 առաջ օրվա օրու, այս նոր մտածելակերպը գոյություն չունի։ Այս քաղաքական դաշտը, սրանք սա իշխանություն ընդդիմություն, սա աֆգան ախորներ են։ Հասկացեք, ստե պետական շահ չկա, կա բացարձակ կոնֆորմիզմ, բացարձակ անձնական շահ է պետը։ Ողջ ընդդիմությունը համաձայն է, որ սա Ռուսաստանի տրվի չէ Սյունիքը։ Ասել են, ասում են։ Այս ընդդիմությունը կողմի ակնարկներ եղել են ոչ ուղարկի, որ Հայաստանը մտնի Բելարուս, Ռուսաստան այդ անկապ դաշինքի մեջ։ Իշխանությունը նույնպես ամեն ինչով ցույց է տալիս իր պրոռուսականությունը։ Գիտեք, եւ հիմա այս ընտրություն կոչվածը սա խայտարակություն է, սա ընտրություն չէ, սա Հայաստանի պետության դեմ է, ինչ որ հիմա Հայաստանում տեղի է ունենում։ Ամբողջովին։ Եվ կարևոր բաներ ասեմ, գիտեք ինչ, ես կարծեմ, եթե չեմ սխալվում, Կլաուզևիչն է սա ասել, որ հաղթում են ոչ թե ռազմական հաջողություններով, այլ միայն այն դեպքում, երբ որ կոտրում են հակառակորդի կամքը։ Մեր մոտ թե իշխանության կամքը, թե ընդդիմություն կոչվածի կամքը ամբողջովին կոտրված է, ամբողջովին։ Եվ Առողջ ընդդիմություն չեք տեսնում, պարոն Շանազյան։ Ես դեռ չեմ տեսնում, ընդհանրապես ընդդիմություն չի, հակասություն չկա իրաց միջև։ Ոչ մի ուժ, պարոն Շանազյան, ոչ մեկի չեք համակրում։ Ամեն դեպս գիտեք ինչ, այսօր երկու ուժ է, որ ասում են մենք հաղթելու ենք, չէ՞, 3 իշխանությունն էլ ասում։ Իշխանությունը Հայաստան դաշինքը, որը ապահովեց 21 թվականին այս իշխանության լեգիտիմությունը, իրենք կազմակերպեցին, չէ՞, դա Հայաստան դաշինքը կազմակերպեց այդ։ Չէ, որ ասում եք կհաղթեմ եւ երկրորդ էս ուժեղ Հայաստանն է, որ ընդհանրապես ես արդեն խոսել եմ, ասեմ, մեր եթե մենք ունենք իրավական պետություն, դրանք դի փակված լինեին։ Ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը, այդ մասին 10 օր առաջ եմ ասել։ Նկատի ունեք հակասահմանադրական պիտի չանշվեր, բան։ Չէ, իրանք եվրոպական երկու պետության հետախուզական ծառայությունների հետ պայմանագրեր են կնքում։ Ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը։ Նկատի ունեք այն իսրայելցի փորձագետի։ Չէ, նկատի ունեմ, որ ուրեմն հոլանդական եւ հունական երկու կազմակերպություններից իրենք հայտարարեցին, ցույց տվեցին, իրանք իհարկե դրանք
մասնավոր հետախուզական ծառայությունները մեզ տեսման գոյություն չունեն։ Նկատի ունեմ կուսակցության ղեկավարը Ռուսաստանում կայացած օլիգարխը, բայց աշխատում է եվրոպական Դες հետախուզության։ մամուլում կա այդ ամեն ինչի իրաց այդ պայմանագիրը ոնց են հուշագիրը ոնց են ստորագրել, այդ կադրերն էլ կա։ Իսկ իրականությունը, բան։ Իրականությունն ասեմ, դրանից հետո ուղղակի պետք է փակվի, որտեղ դա բացառապես պետության մենաշնորհն է։ Բացառապես։ Շատ լավ։ Պարոն Շահնազարյան, Եվ մի բան էլ ասեմ, այսօր այդ կամքը կոտրված է թե իշխանության, թե ընդդիմության, որտեղ պետականությունը իրենց համար բարձրագույն արժեք չի։ որ ուժին եք տեսնում դուք, պարոն Շահնազարյան։ Չկա տենց ուժ Հայաստանում այսօր։ Հասկանում եք, չկա այդ ուժը։ Հիմնական խնդիրը, որ լուծում էր Հայաստան դաշինքը եւ Փաշինյանը, որոնք ասել են դրանք սիամական երկու օրինակներ են։ Մեկ առանց մյուսի չի կարող, որ հանկարծ ուրիշ ճուճ չծնվի Ես այստեղ։ ուզում ասեմ, որտեղ հույսի կաթիլ տենում էլի։ Հույսի կաթիլ ես տեսնում եմ, ոչ թե կաթիլ, այլ վստահություն բացարձակ, որ ի հեճուկս այս իշխանության ու ընդդիմության մեր պետական պետությունը մնալու է։ Մենք չենք դառնալու ոչ Ռուսաստանի, Երիտասարդներ ունեք ձեր աչքի առաջ, որ ոչ միայն, թե աշխարհաքաղաքական զարգացումները, թե ընդհանրապես մեր պատմությունը, որ գալիս է, տեսեք, 70 տարի խորհրդային միությունը փորձում էր մեր պատմությունը մեզ մոռացնել տար։ Մենք պատմությունը չունենք, մենք այսօր մեր պատմությունը դա Ռուսաստանի գրած պատմությունն է, ամբողջապես կեղծիքի վրա։ Հիմա մի քանի տարում ես ստիպեն այլատը մոռանալ, այլացարը։ Օրինակ այլացարին, որ դուք նայում եք, ինչ է գալիս ձեր մտքում։ Ես առաջին հերթեսնում ռուս-թուրքական պայմանագիրը, որը ռուսները հերթական անգամ այն ինչ որ մերն էր նվիրեցին։ Նույն ձևի հիմա Սյունիքն են ուզում նվիրեն նույն ձևի։ Ես դրանում ուղղակի բացարձակորեն վստահ եմ, որ ոչինչ չի ստացվելու։ Ի հեճուկ այս իշխանության եւ ընդդիմության։ այդ ուրախ նոտա պահենք էլի, պարոն Շահնազարյան։ Սա ուրախ նոտա չի, գիտեք, սա բաժակած չի, սա 100%-անոց համոզմունք է։ Դե դրական ապագա եք տեսնում, որ բոլոր դեպքերում մենք նորից եմ ասում, ի հեճուկ այս իշխանության եւ այս ընդդիմության, որոնք նորից եմ ասում, որոնք կամազուրկ են, որոնց կամ ամբողջովին կոտրված է եւ նորից եմ ասում, այս երեք ուժերը չավարտացի, դա չեք կարող մի փաստարկ բերել, թե ինչու ինչ որ մեկը դրանց պետք է ձայն տա։ Իրեք երեքին էլ։ Եվ ակնհայտ է, չէ՞, երկու ուժերներ գիտեն, որ իրենք պարտվել են։ Իսկ որպես կանխատեսման լոգիկայով ով կանցնի պարլամենտ, պարոն Շահնազարյան։ Մի րոպե, ուղղակի կանխատեսում չանեմ, որ իշխանությունը չի փոխվելու, դա իրանք էլ են վստահ։ Օրինակ ինչ էր 21 թվին, ինչ ասացից, գնում ենք հաղթենք։ Ընտրություն դրա համար ձայն ստացան, չէ՞, Հայաստան դաշինքը։ Հետո կարելի էր, չէ՞, մանդատները դնել եւ ստեղծել խորհրդարանական լուրջ ճգնաժամ, չարեցին։ Գնացին սուսուփոսն դեղ նստեցին, իրար հետ համագործակցեցին, քաղաքական դաշտը համատեղ ապականեցին, օրինակ տեսնում եք, ես բանավեճեր, խայտարակություն ասա, հայոյանք, ուրիշ ոչինչ։ Իսկ իշկանի ուժը Հայաստանը, պարոն Շահնազարյան։ Պաշիվանի ժամանակավոր կուսակցություն է, ես կարելի ընդհանրապես ես առաջարկել եմ իշխանությանը, ասեմ օրենք ընդունեք, որ դրսից Հայաստանի քաղաքացիները եթե գալիս են քվեարկել, գոնե մի ամիս պիտի Հայաստանում ապրածնեն, որ քվեարկեն, որ դից ավտոբուսներով չբերեն, բան չանեն։ Դրա անունները շատ վաղուց էր կարող։ Ինչպես ես այդ մասին մանրամասն խոսել եմ մոտ մի 10 օր առաջ, թե ինչ են պատրաստում Ռուսաստանում Հայաստանի գլխին, Ռուսաստանը այդտեղ պատրաստում է նոր մարտի 1։ Ինքը չի ուզում, ինքը Փաշինյանի պահելու են, դա կասկած չունենակ, բոլորն էլ գիտեն։ Բայց իրաց պետք է դա ուրիշ բաների համար էլ, պետք է ամեն ինչ անել, որ Եվրոպայի մասին մոռանան։ Մի խոսքով նորից եմ ասում, Հայաստանը գոյատևել է, Ռուսաստանը թող իր խնդիրների մասին մտածի, որ կործանման եզրին է, իսկ մենք գոյատևել ենք, մեր պետությունը նույնպես գոյատևել է, կասկած չունենաք։ Շնորհակալություն։ Պարոն Շահնազարյան, մեր ֆորմատը փոխվեց, եկեք մի քիչ ձեր մասին խոսենք, էլի, որպես հանրային գործիչ դուս։ Օրինակ Դավիթ Շահնազարյանը երբ հարթնանում, ինչ նախասիրություններ ունի, գոնե մի քիչ նկարագրեք ձեր անմիջական կողմը, էլի։ Գիտեք, չեմ սիրում այդ մասին խոսեմ, երբ եմ արթնանում։ Երբ եք արթնանում, հանգստյան օրերը ինչի վրա եք ծախսում, ինչ եք սիրում անել, պարոն Շահնազարյան։ Օրինակ, գիտեք, ինչ շատ ժամանակ եմ գործել համացանցում։ Ամբողջ ինֆորմացիաներին պետք է հետևել, մենք post ինֆորմացիոն դաշտում իմիջիալից, որտեղ պետք է զտել այդ, հետո անալիզ անել,
հետո կապերով բավական ոչ քիչ ինֆորմացիա եմ ստանում նաև մեծ մասը չեմ կարող հրապարակել այսպես կոչված ինսայդերական Իսկ քաղաքականությունից ինչ եք կարդում, պարոն Շանազյան։ Ինչ Քաղաքականությունից դուրս, քաղաքական թեմաներից դուրս ինչ եք կարդում։ Ոյ քաղաքականությունից դուրս սիրում եմ նաև գեղարվեստական գրականություն, ցավոք սրտի հիմա ավելի շատ դա համակարգիչով եմ կարդում, տարբեր գեղարվեստական գեղարվեստական, տարբեր, շատ տարբեր։ Օրինակ կասեք, պարոն Շանազյան, որ այս վերջում ձեր վրա մեծ ազդեցություն ա թողել։ Մեծ ազդեցություն։ Չէ, վերջերս չեմ կարող ասել, ինչ որ երիտասարդ տարիքում ինչ կարդացել եմ, դրանք են շատ մեծ ազդեցություն թողել, վերջերս կարդացածներից մեծ ազդեցություն չեմ կարող թողել, բավական մի քանի գործ շատ ազդեցություն ա թողել մեր հայտնի կինոռեժիսոր Վիգեն Չատրյանյանի գրքի մի քանի հատվածներ։ Ինքը հիմա մի հատ ֆիլմ է ուզում նկարի, որի սցենարն է լավ ազդեցություն թողել իմ վրա շատ։ Իմ վրա ճիշտ ասած շատ մեծ ազդեցություն են թողել, նաև ազդեցություն է թողում նաև որոշակի մեր որոշ երիտասարդների գործողությունները, որոշ երիտասարդների, բոլորը չէ իհարկե, բայց մենք կան եւ ունենք մի հատված ունենք երիտասարդության, որով կարող ենք հպարտանալ, մի հատված ունենք արվեստում մշակույթում նույնպես իհարկե, բայց կուզենայի շատ ավելին հասկանում եք, շատ ավելին կուզենայի, մենք պետք է հասկանանք, որ հիմա մենք մեր համար գոյաբանական խնդիր ենք լուծում մեր համար, որը լուծելու ենք նույնիսկ անկախ մեր կամքից, մեր քաղաքական դաշտը զբաղված է պետության ինքնասպանությամբ, որը նրանց մոտ չի ստացվելու, բայց որոշակի երաժշտություն եմ սիրում։ Ինչ երաժշտություն եք սիրում, պարոն Շանազյան։ Որպես դասական մարդ, վաղուց որոշ դասական երաժշտություն, ջազ, ռոք, սիրված երգիչ խումբ, շատ Beatles-ներից սկսած։ Երգել ունեք սիրված, պարոն Շանազյան։ Շատ ունեմ։ Մի քանիսը կթվարկեք։ Beatles-ների որ երգնել վերցնեք, սիրված է իհարկե Արթուր Մեշյանի երգերը, Ռուբոյի երգերը Աղվերդյան կան շատ, որտեղ իմ սերունդը հենց Beatles-ների, Արթուր Մեշյանի, Աղվերդյան, Ռուբոյի Պարոն Շանազյան, իսկ հետաքրքիր հոբի ունեք, որ մենք չգիտենք դրա մասին, բայց շատ հետաքրքիր է, օրինակ քաղաքականությունից դուրս հաճախ պետք է լինում մի բան, որը պետք է մաքրի այդ քաղաքականությունը, կամ գոնե օգնի հաղթարել։ Ինչ մաքրի քաղաքականությունը կեղտոտում են մարդիկ, որոնք իրենք տեղով կեղտ են։ Դա համաձայն եմ ձեր ասացի հետ։ Իսկ ունեք հոբի, պարոն Շանազյան։ Սպորտով զբաղվել եք։ Այո, զբաղվել եմ, հիմա չեմ զբաղվում ցավոք սրտի։ Որ սպորտով, պարոն Շանազյան։ Ոյ, ձեռքի գնդակով եմ զբաղվել երիտասարդ տարիքում, բայց շատ սպորտաձևերով եմ այն ժամանակ դպրոցից սկսած զբաղվել, հետո ցավոք սրտի հետո թողեցի սպորտով զբաղվելը։ Հիմա էլ առանձնապես ճիշտ ասած մարզասրահ չեմ հաճախում։ Իսկ էնտուզիազմով ինչ-որ բան նայում եք, պարոն Շանազյան։ Ինչպես։ Էնտուզիազմով ինչ-որ բան նայում եք, ֆուտբոլ կլինի, չգիտեմ, ինչ-որ ֆուտբոլ նայում եմ իհարկե։ Գիտեք ինչ, ֆուտբոլը այսօր ներքին չեմպիոնատները շատ ավելի եվրոպական երկրների շատ ավելի հետաքրքիր են, քան օրինակ աշխարհի չեմպիոնատը, որ աշխարհի չեմպիոնատը իր որակը կորցրել։ Հետաքրքրությունը բան։ Գիտեք ինչի համար։ Որտեւ այսօր մենակ Եվրոպայում առնվազն մի 15 թիմ կա, որ ցանկացած ազգային հավաքականից ուժեղ է։ Ում եք երկրպագ, պարոն Շանազյան։ Եվրոպական թիմերից Սեն-Ժերմենին, Բարսելոնային Եվ չասեմ դե Մխիթարյանի հետ գնում եմ, էլի։ Իսկ ազգային հավաքականի խաղերը նայում եք։ Հայաստանի։ Այո։ Ցավոք այո։ Շատ ցավոք այո, հետ էլ ապականեցին, չէ։ Ինչ որ ծիլեր ունեին, հետ էլ ապականեցին այս իշխանությունները։ Պարոն Շանազյան, մենք մեր հաղորդումը ավարտում ենք 10 բլից հարցով։ Կարճ, այո, ոչ կամ շատ կարճ պատասխան։ Այս բանը, հա, այսինքն ստի դետեկտորի նման այո կամ ոչ, հա։ Մոտ։ Որն է Հայաստանի թիվ 1 սպառնալիքը հենց այս պահին։ Մեր քաղաքական դաշտը։ Անցյալի սխալը թե ներկայի բաց թողումը, որն է ավելի ճակատագրական։ Իհարկե ներկային է, որտեվ ցանկացած իշխանություն պետք է փորձի այդ սխալը ուղղել, ոչ թե ընդհանրապես ինչ որ անհեթեթ տեսություններ հնարել, անհեթեթ։ Գաղտնիք, որը երբեք չեք բացահայտի, կա այդպեսին։
պարոն Շանազյան։ Շատ։ Հուսով եմ երկու բացահայտեք։ Չէ, մոռացեք։ Որն է հատուկ ծառայությունների աշխատակցի ամենակարևոր հատկանիշը։ Ուղեղը։ Եվ պետականության նվիրված լինելը։ Պետականության ընդգծում եմ։ Մոսադ, ԿՀՎ, թե մի6, որն է աշխարհի ամենաարդյունավետ հետախուզական դպրոցը ըստ ձեզ։ Գիտեք, դրանք իրար խիստ տարբերվում են, ես մի քանիսներ նույնիսկ ավելացնեի, դրանց ավելացնել նույնիսկ չինական հետախուզությունը, ինչի՞ չէ, ռուսական, ես կարծում եմ, որ ռուսական հետախուզությունը հիմա ինչ-որ իմաստով շատ ավելի արդյունավետ է Ռուսաստանի կայսրապետական, քան խորհրդային ժամանակ։ Տարբերությունները շատ են, էլի, գիտեք ինչ, Միացյալ Նահանգներին ավելի շատ Միացյալ Նահանգները 18 հատուկ ծառայություն, եթե գիտեք, իրենք ավելի շատ գնում են, գիտեք ինչ, էլեկտրոնային հետախուզության վրա, արբանյակային, դեսպանատներով իրենց օրինակ մի6-ը գնում է ավելի շատ գործակալական ցանցի վրա, որը գնում է ֆրանսիական հետախուզությունը բավական արդյունավետ է, կարելի ասել բոլոր ուղղություններով, Չինաստանը, Մոսադը, որը այս վերջին շաբաթների պարզվեց, որ մեծ տապալումներ ունեցավ եւ գիտեք ինչ հայտնի է Մոսադը, բայց Իսրայելը ռազմական հետախուզության ամանի մասին չեն ասում, որը ոչ պակաս արդյունավետ է։ Կան նաեւ երկար գալի BMD-ի մասին խոսել, գերմանականի մասին եւ ուսումնասիրությունների ցիկլ անել այդ իմաստով, բայց այստեղ մի բաներ կուզեմ ավելացնել։ Հետախուզությունները երբեք այսքան մեծ դեր չեն խաղացել, ինչքան հիմա ամեն ինչ հետախուզություն։ Հաջորդ հարցը. հնարավոր է լիովին պաշտպանվել գերտերությունների լրտեսական ներթափանցումից։ Գիտեք, լրտեսական ներթափանցումները տարբեր ձևերով են։ Լիովին ոչ, բայց այստեղ երկու բան կա, պետք է դա մինիմիզացնել, փորձել դա կառավարել, նույնիսկ այս վերահսկողություն եւ ունենալ այնպիսի հետախուզություն, որ նույնը մենք կարողանանք անել։ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները դրա, բայց իշխանության ցանկություն չունի ու երբեք չի ունեցել։ Ձեր կյանքի ամենադժվար որոշումը պաշտոնավարման տարիների։ Մեկը էլի։ Ոչ շատ ա եղել չեմ ասի։ Գիտեք ինչ, այնքան որոշում ա եղել, եկել այստեղ գիշեր ամբողջ գիշերով չես քնել, որովհետեւ գիտեք ինչ, պետք է պատասխանատու լինես քո որոշումների համար։ Այսօր Հայաստանի այս իշխանության համար մեկ խնդիրներից մեկը այն է, որ ոչ ոք որոշում ընդունող չկա, մի հոգի է որոշում ընդունում։ Բոլորը տեղում նստած որոշում չեն ընդունում։ Իսկ առանց որոշում ընդունելու, դե ասում եմ, շատ է եղել, որ եկել եմ գիշերը չեմ քնել, արդյոք ճիշտ որոշում եմ ընդունել, թե սխալ։ Ձեր որոշումներից ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դե կան մի քանիսը, որի մասին չեմ կարող ասել։ Մի հատ դա բանջասն։ Ձեր որոշումները։ Չէ, որովհետև դրանք գաղտնի են, որ ասում եմ, ամենակարևորները դրանք երբեք չի հրապարակել։ Գաղափարական հարցն պարոն Շանազյան, հավատում եք երրորդ ուժի գոյությանը։ Դա միշտ մեզ այդ երկու երկընտրանքի առաջ են, չէ՞ դե։ Երրորդ մենք ենք մեզ այդ երկընտրանքի առաջ դրել, որտեղ ռուսական ամբողջ այդ կեղծ պատմության տակ են կրնում։ Եթե մենք չլենք, թուրքը ձեզ կկոտրի։ Երրորդ ուժին հավատում եք, պարոն Շանազյան։ Երրորդ ուժը նախ եւ առաջ մենք պիտի լինենք։ Գիտեք, Նեժդահը մի հատ խոսք ունի, մի փորձեմ ճիշտ մեզ բառացի մեջ չեմ բեր իմացել, որ ոչ մեկը քո պետության համար չի պայքարելու ու քեզ չի օգնելու, եթե դու պատրաստ չես ինքդ արյուն թափել ու պաշտպանել քեզ։ Երբ որ դու քեզ պաշտպանում ես, այն ժամանակ դաշնակից է հայտնվում։ Իսկ երբ որ ասում ես, չէ, ես ռեգիոնալիստ եմ, այս ռեգիոնում մենք ապագա չունենք, բացարձակ։ Եվ մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդին, պարոն Շանազյան։ Ջան, վստահ եմ։ Եկեք հասարակություն ասենք էլի, չասենք։ Մի հիասթափվեք եւ կամքներդ մի կոտրեք։ Մեզ փորձում են, ձեզ փորձում են բերել ստամոքսային մտածողության, դրանից վեր կանգնեք։ Բոլորը մեկ պատասխանատու եք մեր պետության համար եւ այդ պատասխանատվությունը մի գցեք այս իշխանության վրա, ուրիշի վրա, ամեն մեկը։ Եվ սա վերաբերում է նաև մեր սփյուռքին, Հայաստանը բոլորիդ հայրենիքը պետք է լինի, բոլորիդ։
Եվ պետությունը պետք է լինի բոլորիս համար ամենաբարձր, բացարձակ արժեքը մեր պետությունը։ Սա է կարևորը, հիշեք, պետություն։ Ինչպես ձեր ընտանիքին եք վերաբերվում, այդպես էլ մեր պետությանը վերաբերվեք։ Իշխանությունը պետության հետ չխառնեք։ Երբեմն շատ հաճախ ես ստիպված եմ եղել պետությունը պաշտպանել իշխանությունից։ Շնորհակալություն, պարոն Շանազարյան։ Այսօր մեր հյուրն էր Դավիթ Շանազարյանը։